Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է ամբողջ կյանքը հայոց ազատագրմանը նվիրած Հովսեփ Էմինին։ Մեր հաղորդման հյուրերն են Երևանի Պետական Համալսարանի հայոց պատմության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանը եւ Խաչատուր Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմականքիցների տեխնացու Ավետիս Հարությունյանը։ Բարի գալուս պարոնակ, շնորհակալություն հավերը ընդունելու համար։ Հարգելի հեռուստադիտողներ, այժմ դիտենք փոքրիկ ակնարկ նվիրված Հովսեփ Էմինի կյանքին եւ գործունեությանը եւ կշարունակենք մեր հաղորդումը։ Ազգային ազատագրական շարժման անվանի գործիչ Հովսեփ Էմինը ծնվել է Իրանի Համադան քաղաքում 1726 թվականին։ Նախնիները Հայաստանից բռնագաղթվել էին պարսից Շահ Աբասի օրոք։ Ընտանիքը տեղափոխվել է Հնդկաստանի Կալկաթա քաղաք։ Պատանի հասակից ծանոթանալով պարսկաթուրքական լծի տակ գտնվող հայերի վիճակին եւ ոգևորված Արցախի ու Սյունիքի ազատագրական պայքարի մասին լուրերով 1751 թվականին հակառակ վաճառական հորկամքի մեկնում է Անգլիա ռազմական կրթություն ստանալու համար։ Լորդ Նորթըմբերլանդի եւ անգլիական պահպանողականության հիմնադիր Էդմունդ Բյորքի աջակցությամբ ուսանել է Վուլվիչի ռազմական ակադեմիայում, լեյտենանտի կոչումով մասնակցել Ֆրանսիայի դեմ 7-ամյա պատերազմին, անձնական խիզախության համար պարգևատրվել Պրուսիայի բարձրագույն սև արծիվ շքանշանով։ Անգլիայի վարչապետ Վիլյամ Պիտի հետ հայոց ազատագրության շուրջ խորհրդակցելուց հետո համոզվում է, որ որևէ աջակցություն չկա։ Լոնդոնում ռուսական դեսպան Ալեքսանդր Գոլիցինից վերցնում է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Վորոնցովին ուղղված հանձնարարական նամակ։ 1759 թվականին Կարինի վրայով մեկնում է Էջմիածին, ուր թշնամական վերաբերմունքի արժանանալով Հայաստանի ազատագրության միակ հույսը պայմանավորում է ռուսական աջակցությամբ։ 1761 թվականին Էմինը մեկնում է Պետերբուրգ, Վորոնցովին ներկայացնում Հայաստանի ազատագրության իր ծրագիրը։ Պետրոս III ցարի նամակով մեկնում է Թիֆլիս եւ Քարթլիի Հերակլ II թագավորին ներկայացնում հայ-վրացական միացյալ զինուժի միջոցով պարսկաթուրքական լծից ազատագրման ծրագիր։ Հետագայում այս ծրագիրը Հովհաննես Լազարյանի միջոցով ներկայացրել է Եկատերինա II կայսրուհուն։ Հայոց ազատագրության հարցով Էմինը սերտ կապերի մեջ էր Մշո Սուրբ Կարապետ վանքի վանահայր Հովնան եպիսկոպոսի հետ։ Չնայած Հերակլի համաձայնությանը, Էմինը Սեմիոն Երևանցի կաթողիկոսի պահանջով 1764 թվականին հեռանում է Վրաստանից։ Այնուհետև Էմինը հանդիպում է Գանձասարի Հովհաննես Հասան Ջալալյան կաթողիկոսի եւ Արցախի մելիքների հետ։ Սակայն Սիմեոն Երևանցու պահանջով հարկադրված հեռանում է Արցախից եւ մեկնում Դաղստան, որտեղ ընտրվում է լեզգիների զորախմբի հրամանատար։ Իր հեղինակությամբ կասեցնում նրանց արշավանքը դեպի Վրաստան։ 1766-ից 67 թվականներին գործել է Արցախում, մեծ հույսեր կապել Խամսայի մելիքների հետ, Գյուլիստանի մելիք Հովսեփին աջակցել Գանձակի արշավանքում։ 1780-ական թվականներին Ռուսաստանը ծրագիր ուներ գրավել այսօր Կովկասը եւ ստեղծել իրենից կախված վրացական եւ հայկական պետություններ։ Իրանի դեմ արշավը պետք է ղեկավարեր Ալեքսանդր Սուվորովը։ Այդ նպատակով Ռուսաստանի ինքնիշխան Գրիգորի Պոտյոմկինը Էմինին հատուկ հրավիրել է, սակայն նամակը տեղ չի հասել։ Էմինը մեծապես ոգեշնչել եւ աջակցել է Մադրասի ազատագրական խմբակին, սերտ կապեր ունեցել Շահամիր Շահամիրյանի եւ Մովսես Բաղրամյանի հետ, ոգևորվել նրանց որոգայթ փառած եւ նոր տետրակ, որ կոչի հորդորակ ազատագրական ծրագրային գրքույկներով։ Կյանքի պատմությունը հայազգի Հովսեփ Էմինի կյանքը եւ արկածները վերնագրով հրատարակվել է Լոնդոնում եւ Կալկաթայում 1792 թվականին եւ 1918 թվականին։ Մահացել է Կալկաթայում 1809 թվականի օգոստոսի 2-ին։ Պարոն Հովհաննիսյան, Հովսեփ Էմինի ողջ հասարակական քաղաքական ազգային գործունեությունը նրա կյանքը ունի ընդգծված կամ շեշտված հայրենասիրական բնույթ եւ սկզբ մինչեւ մահ նկատելի է, զգալի է նրա ջերմեռանդ սերը հայրենիքի իր հարազատ ժողովրդի նկատմամբ անznազո եւ նվիրված պայքարը հանուն իր ժողովրդի ազատագրության։ Եվ այդ նպատակին հասնելու համար Հովսեփ Էմինը իր կյանքում բազմաթիվ վտանգներով է անցել, բավականին զրկանքներ կրել, որպեսզի հասնի իր նպատակի իրականացմանը։ Ձեր գնահատականը խնդրում եմ Հովսեփ Էմինի կերպարին։ Նախ շեշտեմ, որ շատ շնորհակալ գործ է կատարել հեռուստաընկերությունը հայորդիներ այս շարքով Հովսեփ Էմինին ներկայացնելու համար։ Լինելով հայազատական շարժման ամենաաշխառու ներկայացուցիչներից մեկը, նկատելի է նաև նրա նկատմամբ չափազանց այսպես անտարբեր կամ մոռացության
մի երևույթ, եւ սա նոր չի, սա վաղուց է, թե նա արժանի է մյուս մեծերի կողքին կանգնելու եւ ներկայացվելու։ Ես առաջին հերթին կցանկանայի Էմինի կապակցությամբ շեշտել հետևյալ կարևոր նորությունը։ Մինչև Հովսեփ Էմինը, այսինքն մինչև 18-րդ դարի կեսերը, հայ ազատագրական շարժումը դեռևս 15-րդ դարից սկսած, 16-ը, 17-ը, 18-ի սկիզբը, Օրին, Սյունիք, Արցախ, հայաստանյան երևույթ էր։ Հայ ազատագրական շարժման կազմակերպիչները, դեմքերը, դրանք հայաստանյան գործիչներ էին։ 18-ի երկրորդ կեսից փոխվում է արմատապես իրավիճակը, ազատագրական շարժման համար ներուժ չմնաց, համապատասխան կադրեր գոյություն չունեին։ Եվ թվում է, թե արդեն այսպես մարելու է, բայց հանկարծ ոտքի է կանգնում գաղթաշխարհը։ Այն փաստը Էմինը որպես գաղութահայ ազատագրական շարժմանը իրեն նվիրեց իր գործը, եղավ այդ շարժմանը մասնակցել է զարգացնելը, խոսում այն մասին, որ ազատագրական գաղափարը զուտ հայաստանյան գաղափար չէր, այլ համահայկական գաղափար էր։ Համազգային գաղափար։ Այո, եւ չկա հայաստանյան ներուժ, սակայն կա հայը, գաղութահայը։ Էմինի կենսագրությունը ցույց է տալիս, քիչ առաջ դուք ներկայացրեցիք, գաղութահայ մարդու, այս երևույթը ընկալած մարդու մի կենսագրություն է։ Ինքը պարսկահայ է, ծնվել է Համադանում, 18 տարեկան էր եւ տեղափոխվել։ Բայց Սակումով Արևելյան Հայաստանից էր։ Բնականաբար Շաբասի Շաբասի դեռևս 17-ի սկզբներին կազմակերպված սուրգունի ենթարկված ընտանիքի զավակ է։ Հա, բայց պարսկահայ է ինքը։ Պարսկահայ Արևելյան Հայաստանից բռնագաղթեցված ընտանիքում ծնված։ Կարևորը այն է, որ նա հայաստանյան հայ չի, հայաստանցի չի։ Նա հայաստանյան իրականությունը գիտի պատմածներից, գիտի խոսակցություններից, ինքը Հայաստանը չի տեսել։ 18 տարեկան հասակում ընտանիքը միավորվել է, մի մասը ապրում էր Կալկատայում, իրենք Համադանում, տեղափոխվեցին Կալկատա, ընդունվեց Կալկատայի անգլիական կոլեջը, ընտանիքը չափազանց հետևողական է եղել Էմինի կրթություն տալու գործում։ Սովորեց 5 տարի Կալկատայի անգլիական դպրոցում։ 5 տարի հետո կենսագրությունից հայտնի այն արկածը կա, երբ 1751 թվականին իր կրսեր ընկերոջ Մասե Բաբաջանյանի հետ ընդդեմ ծնողների կամքի փախան Անգլիա։ Հետագա ամբողջ կյանքը անցկացրեց Անգլիայում, թափառումները, դրանք ասվում են, չէ՞, կենսագրության մեջ։ Թափառումները, նրանց դերգերումները, ի վերջո նա ընդունվեց ռազմական ակադեմիա, սովորեց այդ ակադեմիայում, այնտեղ մասնակցեց ֆրանս-ռուսական 7-ամյա պատերազմին, որից էլի եմ կրկնում, այս ամբողջը խոսում են մասին, որ Էմինը Հայաստանը չգիտի շոշափելիորեն, անմիջականորեն։ Երբ որ նա եկավ Հայաստան ազատագրելով, այդ չափահաս մարդ էր։ Նա կարող էր Անգլիայում պաշտոններ զբաղեցնել բանակում, անգամ վարչապետ Ուիլյամ Պիտ ավագը նրան առաջարկել էր անգլիական գաղութային ռեժիմի, ասենք, վարչական կազմում Հնդկաստանում պաշտոն, բայց նա մերժեց։ Այսինքն գաղութահայ այս մարդը իր կրթությամբ, իր էությամբ, իր ամբողջ աշխարհայացքով ազատագրությանն է իրեն նվիրում։ Այսինքն իր անձնական կյանքը, ընտանեկան կյանքը ապահովված էր, սակայն այդ ամենը մի կողմ թողեց։ Չէ, եթե անգամ ապահովված չէր, նա արդեն ապահովված դարձավ եւ որ ավարտեց եւ սովորեց ռազմական ակադեմիան։ Նրան առաջարկվում է անգլիական բանակում որպես սպա։ Իսկ դա գիտեք ինչ հեռանկարներ է խոստանում։ Նա մերժեց, առաջարկվեց Հնդկաստանի անգլիական ադմինիստրացիայում պաշտոն։ Նա մերժեց, ասեց Աստծո կամքն է, որ պիտի կատարվի, ես որոշել եմ ինձ նվիրել իմ խեղճ ժողովրդի ազատագրությանը։ Էմինը զինվորական անգլիական սպայի համազգեստներով հակած եկավ Հայաստան։ Եկավ Հայաստան եւ տեսավ, թե այս Հայաստանը ինչ էր։ Դա այն Հայաստանը չէր, որ ինքը պատկերացնում էր խեղճ, թշվառ, չարկաշ, ստրուկի, անասունի աստիճան մի ժողովրդի ինքնագիտակցությունը կորած։
մի հետաքրքիր երևույթ ինքնակենսագրության մեջ է գրում։ Ասում է գյուղերից մեկում, երբ որ ինքը խոսում էր Հայաստան ազատագրել, գյուղացիները վախեցած նրան նայում են, թե ով է այս մարդը, ինչ է ասում։ Նրանք Էմինի հայերենը չէին հասկանում, իրենք արամտահեն, Էմինը ճիշտ է արևելահայեր, բայց դա խառնված էր անգլերենի այն տարբեր երկրների մշակույթների հետ, որոնք որ ինքը շփվել էր։ Ասում է, ուսապարկում ունեի ես Մովսես Խորնացու հայրենասպանությունը, խոսքը Ամստերդամի առաջին հրատարակության մասին է։ Բացեց այն էջը, որտեղ խոսում էր Հայկ Նահապետի մասին, եւ Հայկ Նահապետը իր լայնալիշն տող աղեղով գետնեց Հայկին, գյուղացիները ոչինչ չեն հասկանում։ Էմին էստեղ հասկացա, որ այս ժողովուրդը, որը ունի ինքնագիտակցություն, ազատագրվելու նաև գաղափարը չէ։ Հենց Էմինի դերակատարության մեծությունն անում էր, որ ազատագրական ոգի ներարկեց կամ վերազարթնեցրեց ժողովրդի մեջ։ Փորձում էր, այո։ Այդ առումով միտքը պարոն Հովհաննիսյանը շարունակենք, պարոն Հարությունյան, Էմինը որպես քաղաքական գործիչ, ազգային քաղաքական գործիչ, առաջադրում էր մեկ հիմնական կամ գլխավոր նպատակ՝ հայության ազատագրումը, ընդ որում առաջ էր քաշում ոչ միայն Արևելյան Հայաստանի, այլև նաև Արևմտյան Հայաստանի ազատագրումը, եւ այդ ամենը պայմանավորում էր գլխավորապես կամ առաջին հերթին զինված ապստամբության գործոնով։ Ես նշեմ, որ այդ զինված ապստամբության գործոնը ուներ իր երկու կարևոր դրդապատճառները։ Նախ եւ առաջ Էմինի մոտ ապստամբություն բարձրացնելու գաղափարը ծագել էր դեռևս Համադանում, դեռևս պատանեկան հասակից, երբ որ նա ականատես էր եղել իր սեփական ժողովրդի բռնությունների եւ չարչարանքներին Պարսկաստանի տարածքում։ Դեռևս այդ տարիքից մինչև Կալկաթա տեղափոխվելը նրա մոտ առաջացել էր վրեժխնդրության զգացողություն, որպեսզի կարողանա զինվորական դառնալուց հետո մի ձևով փոխհատուցի ժողովրդի այդ տառապանքները։ Եվ երկրորդ կարևոր դրդապատճառն այն էր, որ Էմինը ապրելով Անգլիայում, շփվելով եվրոպական, առաջադիմական, լուսավորական գաղափարների հետ, նա փաստորեն տոգորվել էր այնպիսի մտայնությամբ, որ պետք է անպայման թոթափել բռնությունը։ Ինքը ընդհանրապես ամեն տեսակի բռնության, ստրկության, բոլոր տեսակի խոշտանգումներին դեմ էր։ Ասում էր, որ մարդը ի ծնե ազատ է, հետևաբար ոչ մի տեսակի բռնություն, ստրկություն չի կարելի մարդու նկատմամբ կիրառել։ Այսինքն Էմինին կարող ենք նաև մեր իրականության մեջ առաջին լուսավորիչներից մեկին համարել։ Բնականաբար Էմինը համարվում է հայ իրականության մեջ դեմոկրատական, լուսավորական, առաջադիմական գաղափարների առաջին քարոզիչներից մեկը, բնականաբար։ Եվ ուրեմն եվրոպական այդ առաջադիմական գաղափարների իրականացումը նա տեսնում էր միայն ու միայն ապստամբական պայքարի միջոցով, որպեսզի հնարավոր լինի տապալել ավատատիրական հասարակարգը եւ ստեղծել նոր ազատ դեմոկրատական կարգեր։ Նա ասում էր, որ միակ ճիշտ բռնությունը դա ճիշտ օրենքներն են։ Միայն ճիշտ օրենքների դեպքում հնարավոր կլինի ենթարկվել։ Մնացած բոլոր դեպքերում ենթարկվելը, ստրկանալը դա համարում էր նա բռնություն եւ մարդու իրավունքների խախտում։ Այդ ապստամբական քաշած մտքերը այն ժամանակվա իրականության պայմաններում շատ դժվար իրականանալի։ Պարոն Հովհաննիսյանը նոր նշեց, որ երբ որ նա եկավ Արևմտյան Հայաստան, փաստորեն այդ ամենը միանգամից հակառակ տպավորությունը ստեղծեց, որտեղ Արևմտյան Հայաստանի իրականությունը լրիվ տարբեր էր։ Տիրում էր անգրագիտություն, տգիտություն, բռնություն, հետամնացություն, օսմանյան բռնատիրության պայմաններում ոչ մի առաջադիմության մասին խոսք լինել չէր կարող։ Նույնիսկ Էմինի այդ հուշապատումը 18-րդ դարի օսմանյան Թուրքիայի իրականության նկարագրման երևի ամենահաջողված փորձերից մեկն է, որտեղ նա շրջելով գյուղից գյուղ նկարագրում է այն տխուր սկզբնաղբյուր է փաստորեն։ Սկզբնաղբյուր է ոչ միայն վստահելի հայ ազգային ազատագրական պայքարի ուսումնասիրման համար, այլ ընդհանրապես թուրքական իրականությունը ճիշտ պատկերացնելու համար։ Փաստորեն անհասանելի էր այդ իրավիճակ, այդ մթնոլորտը եւ նա ցանկանում էր որպեսզի ապստամբական պայքարի միջոցով հասնել հաջողության։ Լուսավորելու լուսավորյալ գաղափարներ տարածելու ճանապարհով հասնել ապստամբական պայքարի մանավանդ եթե հաշվի առնենք, որ արդեն ազգային պայքարի կամ ոգու այդ ինքնագիտակցությունից զրկված կամ մոռացած բնակչությանը հայության համար զինված ապստամբության բարձրացնելու այդ պահանջը խնդիր նման խնդիր դնելը կարծես թե զարմանալի կամ
վախենալու էր բնակության համար։ Վախենալու եւ ինչ որտեղ նաեւ ժամանակավրեպ էր։ Սյունիքի եւ Արցախի ապստամբական շարժումներից հետո ճիշտ է Նադիր Շահի օրոք մի փոքր վիճակը բարելավվեց, բայց դրանից հետո վիճակը նորից փոխվեց եւ փաստորեն այն ինչ որ քարոզում էր Հովսեփ Էմինը ճիշտ էր, բայց փոքրինչ ժամանակավրեպ էր, ուշացած էր արդեն։ Նրա քարոզած գաղափարները բնականաբար շատ տեղին էին, բայց չէր համապատասխանում 18-րդ դարի երկրորդ կեսի հայ իրականությանը։ Պարոն Հովհաննիսյան, Հովսեփ Էմինի կյանքը կարծես թե քիչ է ուսումնասիրված կամ մեր հանրությանը ներկայացված, առավելևս որ վերջին տասնամյակների ընթացքում գրեթե մոռացության է ինչ-ինչ պատճառներով Էմինը մատնված, մինչդեռ պետք է հակառակ երևույթ լիներ, բոլորը հատկապես առաջնյերթին մեր հայ երիտասարդությունը Հովսեփ Էմինի կյանքը եւ գործունեությունը լավատեղյակ լինեին եւ դրանով նաեւ իրենց համար առաջնորդելի օրինակելի լիներ։ Ինքան շատ արժեքներ ենք մենք մոռացության ենթարկել։ Ասեմ, որ Հովսեփ Էմինի կյանքի նրա գործունեության ուսումնասիրությունը, պրոպագանդան շատ աժմիական է այսօր, չափազանց աժմիական է։ Սփյուռքահայ երիտասարդը, որը ինքը իրեն հայ է զգում եւ հայության ցավերով ու ողբերգություններով ու դժվարություններով, ուրախություններով է ապրում։ Էմինի կյանքի օրինակը հիանալի օրինակ է։ Ինչպես ապրել Հայաստանով, հայ իրականությամբ Եվ պայքարել, տարապել հանուն այդ հանուն հայրենիքի։ Ընդ որում ասեմ, որ դա շատ չի խոսում այդ մասին։ Էմինը երբ որ գալիս էր Վրաստան, այդ մասին խոսք կլինի, չէ՞, Վրաստան գալու։ Ասեք։ Այո, նրա գործունեության այս մի հետաքրքիր դրվագ կա։ Հյուսիսային Կովկասում Ղզլար քաղաքում, որը հիմնականում հայաքաղաք էր այն ժամանակ, հայերով էր բնակեցված, ռուսական կառավարությունը ամեն ինչ անում էր Հյուսիսային Կովկասում ստեղծելու հայկական մի շերտ ընդդեմ լեռնականների, պաշտպանելու Ռուսաստանի հարավային սահմանները։ Այստեղ տարիքն առած արդեն երիտասարդության ժամանակաշրջանը թվակողած Հովսեփ Էմինը հանդիպեց մի օրիորդի Մարիամ անունով, որը հայտնի Աբան Հայրապետի թոռնուհին էր։ Նրանց մեջ զգացմունք առաջացավ։ Արցախցի Ավան։ Այո, Հայրապետի նկատի։ Էմինը, որը շատ ասկետ էր, Էմինը, որ հայրենիքի ազատագրություն կին, Այսինքն անձնականը լրիվ մի կողմ դրած։ կին ինչ որ անձնական երջանկությունը վաղուց ինքը դրանցից հրաժարված, այս մանկամարտ աղջիկը նրա մեջ զգացմունք առաջացրեց։ Նա կարծես թե ժամանակով այսպես փորձեց, որ այս հրապուրանքը կարող իրեն խանգարել, ինչպես Լև Տոլստոյի հայտնի պատմվածքի հայր Սերգիյը, որը իրեն մեջ սպանելու համար այդ զգացումը կնոջ նկատմամբ, նույն ձևով Էմինը վարվեց։ Տոլստոյը այս օրինակը բնականաբար չգիտեր, բայց երևույթը նույնն է, նա հեռացավ, մերժեց այդ աղջկա սերը։ Նրա սերը Հայաստանն էր, նրա սերը Հայաստանի ազատագրության կորզն էր, եւ այդ ազատագրության համար էր նա ապրում։ Արդեն շատ տարիներ անց, երբ Էմինը ազատագրության ուղղությամբ որևէ արդյունքի չհանգեց տարբեր պատճառներով, նոր արդեն առաջացած տարիքում Էմինը պիտի ամուսնանա, պիտի ընտանիք կազմի եւ ինչպես Աստվածաշնչում է գրված, դարձ իր շրջանը սյուր։ 20 տարի հետո վերադարձավ Հնդկաստան, բայց ինչքան բաներ անցել, ինչքան բաներ նա կարող էր իր անձնական կյանքով հաստատել։ Վրաստանի հետ կապված Պիտի խոսվի։ Վրաստանը կամ վրացիները իդեմս հելակլի, նաև երկերեսանի բացական դերակատարություն ունեցան, չէ՞ պարոն Հովհաննիսյան։ Կուզենաս դու խոսես երևի։ Խնդրեմ պարոն Հովհաննիսյան, այդ վրացական ես էլ ինչ-որ բան կասեմ։ Հերակլի դիրքորոշումը վրացական այդ կամ քարտլի կախեթի, որտեղ միացալ Վրաստան չկար, Վրաստանի թագավորություն չկար։ Ուրեմն Հերակլ երկրորդի վերաբերմունքը սկզբնական շրջանում դրական էր։ Կեղծավոր դրական էր։ Պարոն Հովհաննիսյանը նոր խոսեց Հովսեփ Էմինի
ուրեմն ընտրյալի Մարիամի հետ կապված Հովսեփ Էմինը նաև նամակով դիմել էր Հերակլ II-ին նրա աղջկան կնության վերցնելու նպատակով։ Դա առաջին դեպքն էր, նոր հետո հանդիպեց Մարիամին։ Վերաբերմունքը սկզբում այնքան էլ վատ չէր, բայց հետո Հերակլ II-ը հաշվի առնելով ազատագրական շարժման ծավալումը, իր դիրքերի թուլացումը, այստեղ կարելի ասել, որ ինչ-որ դեր կատարեց նաև Սիմեոն Երևանցի կաթողիկոսը, որի օգնությամբ Էմինը Վրաստանից վտարվեց, հեռացվեց։ Այսինքն վախենալով Սիմեոն Երևանցու պահանջով, այսինքն վախենում էին, որ կարող է ազատագրական պայքարը նոր զոհեր բերի, նոր զոհություններ տեղի ունենան, երկիրը ավերվի եւ փորձում են կանխել ազատագրական շարժման ռոպագանդան։ Իբե դրանից են կողմել ուր պիտի ավերվեր։ Հաշվի առնելով նախորդ ժամանակաշրջանի ապստամբական պայքարի հետևանքները մտածում էին, որ նոր արհավիրքներ պետք չեն։ Եվ ուրեմն Հերակլ II-ը Սիմեոն Երևանցի կաթողիկոսի պահանջով հեռացրեցի նրան արքունիքից։ Դուք եթե Այո, Զարմանալի չի թվում, պարոն Հովհաննիսյան, որ Վրաստանի ազատագրությամբ ավելի շատ մենք հայրով էինք անհանգստացած, քան բուն վրացիները։ գիտեք, սա այստեղ շատ ավելի լուրջ հարց կա։ Էմինը հայաստանյան իրականությունը չգիտեր, բայց նա ուսումնասիրեց եւ իմացավ ինչ է կատարվում։ Արդեն Ռուսաստանում, երբ որ Անգլիայից նա տեղափոխվեց Ռուսաստան, չափազանց լավ ուսումնասիրեց իրավիճակը։ Էմինը գտնում էր, որ զուտ Հայաստանի ազատագրության հարցը խոչընդոտների կհանդիպի, սակայն ավելի մեծ հաջողության կհանդիպի, եթե Վրաստանի հետ համագործակցի։ Իրենք Պետերբուրգում գտնվող վրաց շրջանակները, ասենք էմիգրանտական այնտեղ տեղափոխված մարդիկ եւս այդ հարցը բարձրացնում էին։ Էմինը մտածում էր ստեղծել մի պետություն, շատ հետաքրքիր գաղափար է, հայ-վրացական կոնֆեդերացիա։ Դա չէր լինելու միայն Վրաստան, այլ լինելու Վրաստան, Կամ ավելի շատ Հայաստաններ լինելու իրականության։ եւ հայ-վրացական բանակ։ Այո, մի պետություն բաժանված երկու մասերից եւ որտեղ վրաց թագավոր Հերակլը, որտեղ այդ ժամանակ Հերակլն էր, կարող էր լինել ընդհանրական թագավոր։ Քանզի այն մտայնությունը կար դեռևս ժամանակից եկած լեգենդը կամ առասպելը կամ պատմությունները վրաց բակրատունիները վերջին հաշվով ծագում են հայ բակրատունիներից եւ նրանց դիտում են որպես հայ բակրատունիաց ընտանիքի շարունակությունը։ Այո, բանակը պետք է լիներ հայ-վրացական միացյալ։ Վրացական բանակը անկազմակերպ, վրացական բանակը անկարգապահ։ Էմինը որքան չարչարվեց այդ բանակը կարգավորել եվրոպական համակարգը, որը Էմին բաներ, Հերակլներ պահանջում չկարողացավ։ Հայ զինվորները, որոնց թիվը վրացական բանակում ճիշտ է, բավականին էր, ամենակարգապահն եւ շուտ ենթարկվող հրամաններին։ Եվ նա գաղափարը ստեղծել հայ-վրացական պետություն, կարծում եմ շատ հետաքրքիր է։ Շաբազանց հետաքրքիր է։ Ինչը սակայն վրացիներին ձեռնտու չէր բոլոր դեպքերում։ Դա թողնում էր այնպիսի տպավորություն, իրականանալի տպավորություն, որտեղ Ռուսաստանն էր կարող էր դրա մեջ շահագրգռված լինել։ Բայց Էմինը չէր հաշվի առել մի կարևոր հանգամանք։ Հերակլի բնավորությունը, նրա չափազանց խորամանկ խելոք մարդ էր, օգտագործել Էմինին իր շահ Վրաստանի, բայց որ Էմինը կարող էր Հերակլին համոզել զբաղվել Հայաստանի ազատության գործում, դա ֆիկցիա էր։ Երբևիցե Հերակլը այդպիսի բան չէր անի։ Վերջի վերջո նա ձեռնտու չէր։ Այո, ով է Վրաստանը, ինչ է ներկայացնում, որ դուրս կար առելի Օսմանյան կայսրության դեմ։ Ինչ կարող էր անել։ Լուրեր այն մասին, որ օսմանցիները զորք ունեն եւ այլն, չէր հաշվի առնում նաեւ աշխարհակաղակական հանգամանքները։ Ռուսաստանը շատ շահագրգռված էր։ Այդ ժամանակ հիշենք, որ Եկատերինան էր։ Հիշենք, որ Եկատերինան ուներ շատ կարևորագույն մի նպատակ իջնելու դեպի Սև ծով։ Հետևաբար Թուրքիայի դեմ պատերազմում հայերը կարող են լինել շատ լավ դաշնակիցներ։ Այսինքն Էմինը Իսրայելորը նման նորից հայացքը ուղղեց դեպի հյուսիս։ Նա լավ էր հասկանում հայ-վրացական պետության գաղափարը, որին առաջ էր քաշում, լուծումը Ռուսաստանից էր կախված։ Էմինը եւ Էմինի նման հետո պիտի գան Շահամիրանների ընտանիքը,
քաղաքական մադրասի ընտանիքը։ Մադրասի խմբակը, էլի Էմինի ազդեցությունը նկատելի է։ Եվ ռուսահայ գործիչները, բնականաբար այս բոլորը Էմինի կողմից չափազանց ազդեցության տակ էին գտնվում։ Ռուսաստանը որպես քաղաքական պարտներ, բայց որպես օգտակարություն Հայաստան ազատագրելով, բայց ոչ թե Ռուսաստանի տիրապետության տակ մտնելու, ինչպես այսօր անտերի շատերը ենթադրում են ու մեղադրում են օրիներին, Էմիներին, ոչ, Էմինը Ռուսաստանի տիրապետության հարց երբեք չի դրել Հայաստանում։ Ոչ էլ Մադրասի խմբակը։ Ինչպես դա կարող է։ Անկախ հայկական պետության Սարաֆյանները եւ մյուսները։ պետականության ինքնիշխանության վերականգնում Ռուսաստանի օգնությամբ, բայց ոչ թե Ռուսաստանի տիրապետության։ Մեղադրենք մենք Էմինի։ իհարկե ոչ։ Պետք է հպարտանանք։ Հովսեփ Էմինը հայ ազգային ազատագրական պայքարի իրագործումը կապում էր նաև Մշո Սուրբ Կարապետ վանքի վանահայր arczepiskopos Հովնանի հետ, որի հետ ինքը ծանոթացել էր Արևմտյան Հայաստանում, երբ որ Հալեպից ինքը գալիս էր Էջմիածին, ճանապարհին նա եղել էր Սուրբ Կարապետի վանքում եւ ծանոթացել էր Հովնանի հետ, որը ի դեպ ամբողջ Արևմտյան Հայաստանում միակ դաշնակիցն էր Հովսեփ Էմինի։ Այդ մռայլ տգետ միջավայրում միակ մարդը, որ կարողացել էր համախոհ լինել Հովսեփ Էմինին, դա Հովնանն էր։ Եվ նրա հետ հետագայում նամակագրական կապերի մեջ է եղել Հովսեփ Էմինը։ Այսինքն Էմինը դնում էր բովանդակ Հայաստան ազատագրության հարցը, ոչ միայն Արևելյան Հայաստանի, այլ Արևմտյան Հայաստանի։ Ճիշտ է, սա ավելի մեծ ծրագիր է, ավելի թվում է թե ֆանտաստիկ է, բայց իրականանալի է շեն։ Էմինի համար իրականանալի հնարավոր է։ Շնորհակալություն հարգելի բարեկամներ, հարգելի հեռուստադիտողներ, սիրելի երիտասարդներ, ծանոթացեք բոլորդ Հովսեփ Էմինի եւ մեր ազատագրական պայքարի մյուս անվանի գործիչների կյանքին եւ գործունեությանը, հավատարիմ եղեք նրանց ավանդներին, սիրեք եւ դեր կանգնեք մեր երկրին։ Առայժմ այսքանը, ճանաչենք հայրենիներին։